Չկա ոչ մի բան, որին ես, Ռեյնհարդ Բոնկեն, Օրալ Ռոբերտսը, Բիլի Գրեհեմը, Թի.Էլ Օսբորնը կամ ցանկացած հայտնի անձնավորություն, ում մասին կարող եք մտածել, հասանելիություն ունենք, իսկ դուք չունեք։ Աստուծո մեջ նրանց ունեցած ոչ մի բան չկա, որին դուք ճիշտ նույն հասանելիությունը չունենաք հավատքով։ Հիսուսի արյամբ հենց այստեղ, այս առավոտ։ Իրականում ես ապշած եմ, թե որքան հաճախ են այն մարդիկ, ում Աստված ամենահեշտությամբ է օգտագործում հրաշքների և բժշկությունների համար, լինում նոր հավատացյալները, որովհետև նրանց դեռ չեն սովորեցրել այնպիսի հիմարություններ, որոնք ստիպում են նայել ուրիշ մեկին։ Նրանք պարզապես ընդունում են ավետարանը և ասում, որ Սուրբ Հոգին իրենց մեջ է, Հիսուսն իրենց հետ է։ Եթե կարողանայիք դա ձեր մտքից հասցնել ձեր սրտին, դուք կփոխեիք աշխարհը։ Թող ազգերի եկեղեցին լինի մի եկեղեցի, որտեղ մեզանից յուրաքանչյուրը քայլում է Սուրբ Հոգու զորության մեջ։ Վաղ եկեղեցում կար Ստեփանոս անունով մի մարդ, ով առաջին մարտիրոսն էր։ Աստվածաշունչն ասում է, որ Ստեփանոսը շրջում էր կատարելով մեծ նշաններ, հրաշքներ և զարմանալի գործեր։ Աստվածաշունչն ասում է, որ նա մատուցող էր, ով կանչվել էր օգնելու կազմակերպչական և վարչական գործերում։ Նա քարտուղար էր, և այնուամենայնիվ քայլում էր նշանների, հրաշքների և սքանչելիքների մեջ, որովհետև նույն Սուրբ Հոգին, որ Պետրոս առաքյալի վրա էր, Ստեփանոս մատուցողի վրա էր, և Աստծո զորությունը հոսում էր բոլորի միջով։